Մեր դիմաց հակառակորդի մարտական հենակետերն են։ Մեզ համար անզեն աչքով դժվար է որոշել, թե այնտեղ որտեղ է դարանակալել հակառակորդի դիպուկահարը։ Բայց ահա այս տղաների համար նման խնդիր գոյություն չունի։ Նրանց գործը հենց հակառակորդի դիպուկահարին բացահայտելն ու ոչնչացնելն է։ Նրանք հակադիպուկահարային հատուկ գործողություններ իրականացնողներ են։ Գաղտնիության ռեժիմը թույլ չի տալիս նկարահանել նրանց դեմքերը։ Դուք տեսնում եք նրանց, ովքեր այստեղ առաջին գծում զբաղված են թշնամու դիպուկահարներին ոչնչացնելով։ Հայոց բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկն է։ Նման մեկ պրոֆեսիոնալ հակադիպուկահար պատրաստելու համար հարկավոր է տարիների հետևողական աշխատանք։ Այսօր արդեն այս տղաներից յուրաքանչյուրը հակադիպուկահարային պայքարի հարուստ փորձ ունի։ Առաջին հայացքից այստեղ ոչ ոք չկա, բայց միայն առաջին, հպանցիկ հայացքից։ Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել հայ հակադիպուկահարին։ Խնամքով քողարկված նա զննում է հակառակորդի դիրքերը։ Առջևում ադրբեջանական գյուղն է, անմիջապես հարևանությամբ թշնամու հենակետերը։ Մեր հակադիպուկահարների համար խաղաղ բնակիչը թիրախ չէ։ Մերոնք որոնում են ոսոխին, ով դարանակալելով այս տների կտուրներին, տնամերձերում գյուղի խաղաղ բնակչությանը վերածում է թիրախի։ Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի դիպուկահարների կողմից հաճախակի